Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 13։ Ով Տեր, քո առաջինը իմ բոլոր փափագը և իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։ Սաղմոս 38-րդ գլուխ 9-րդ խոսք։ Երբ մարդիկ իրենց աղոթքը կառուցում են արտաքին բուռն արտահայտությունների և բարձրաձայն խոսելու վրա, Տերտուղյանոսը նման մարդկանց մասին ասում է. «Ինչ թոքեր ու կողեր պիտի ունենայինք, եթե կարծում ենք, թե մեր աղաղակներով և ձայնով պետք է հասնենք երկինք և լսելի լինենք այնտեղ»։ Ոմանց խոսքում բնական բուռն ու կտրուկ արտահայտվելու ձև կա, որը ավելի շատ առաջանում է մարմնի ներքին ուժեղ հուզմունքից ու գրգռվածությունից, քան սրտի իրական ջերմեռանդությունից։ Ոմանց խոսքին բնորոշ է նաև վիճաբանող կամ ճնշող արտահայտվելու ձևը, ինչը նրանց համար բնական է, սակայն դա շատ տարբերվում է այն սուրբ ջերմեռանդությունից, որն աղոթքի կյանքն ու զորությունն է, և որն ուղեկցվում է Աստծո հանդեպ ակնածանքով ու երեխայի պես նրանից կախվածությամբ։ Երկնքում ամենից լավ լսելի չէ խոսքերի բարձր աղմուկը, այլ սրբերի ջերմեռանդ ու սիրով լի աղաղակները, որոնք ավելի շատ սրտից են բխում, քան լեզվից։ Գրված է. Մովսեսը Տիրոջը աղաղակեց, Ելից 17-րդ գլուխ 4-րդ խոսք։ Մենք այնտեղ չենք կարդում, թե նա ինչ խոսքեր արտասանեց, նրա աղաղակը սրտից էր։ Աստծուն կարելի է աղաղակել հոգով և սրտով։ Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տեր։ Սաղմոս 10-րդ գլուխ 17-րդ խոսք։ Աստված լսում է հենց նրանց սրտի փափագները։ Տերը կարիք չունի, որ լեզուն թարգմանիչ լինի իր և իր զավակների սրտերի միջև։ Մեր Տերը կարիք չունի ականջներով լսել, քանզի նա հասկանում է նաև այն աղոթքները, որոնք լեզվով չեն արտասանվում։ Մեր ցանկություններն ու սրտի փափագները աղաղակներ են զորքերի Տիրոջ ականջներին։ Սրտի զգացմունքների ջերմեռանդությունը երբեմն կարող է պատճառ դառնալ, որ ձայնը բարձրանա, բայց ավաղ, եթե դրա մեջ սրտի անկեղծ փափագ չկա, այն ընդամենը հնչող պղինձ է և զրնգացող ծնծղա։